Օրնով գիտի Պենտեկոստեի տոնը ինչ տոն է։ Գիտեք, ինքը շատ կարևոր տոն է, շատ կարևոր իրադարձություն եղավ ամբողջ աշխարհում, եւ այս իրադարձությունը մենք պետք է հասկանանք ինչ փոխեց եւ մենք լինենք սրա մեջ եւ հասկանանք սա ինչ է փոխում։ Տեսեք, ես իմ քարոզը սենց եմ վերնագրել։ Օրը, երբ Աստված կատարեց իր խոստումը, սա Աստծո խոստումն էր։ Դարեր ի վեր մարգարեները խոսում էին, ասում էին կգա օր, երբ որ Տերը իր հոգին կթափի այս աշխարհի վրա, բոլորի վրա, մեծերի, փոքրերի, հարուստների, աղքատների, բոլոր նրան հավատացողների վրա։ Դու հավատում ես, որ այսօր էլ նույնը կատարվում։ Ամեն, այսօր էլ նույնը կատարվում։ Գիտեք, երանի նրան, ով օգտվում է այս պարգևից, որտեղ Սուրբ Հոգու մեջ հենց կյանքն է։ Սուրբ Հոգու մեջ է ամբողջ Աստծո թագավորությունը, ամբողջ Աստծո հարստությունը, որ մենք կարանք պատկերացնենք, Աստված սեր է, խաղաղություն է, հավիտենություն է, Աստված է։ Եվ ամեն ինչ որ մենք կարանք վերնագրենք Աստծուն, դա հենց Սուրբ Հոգու մեջ է, եւ Աստված մեզ նվեր է տալիս։ Մեզանից բան չի ուզում, փող չի ուզում, մեզանից բան չի ուզում, մեզանից Աստված ուզում է միայն հավատք։ Եկեք մի տեղ ենք կարդում, հիմնական խոսքը սա է լինելու, Գործ առաքելոց 2-րդ գլուխ 1-ից մինչև 4-ը կկարդամ։ Եվ Պենտեկոստեի օրը լրանալիս բոլորը միաբանությամբ մեկտեղ էին։ Միաբանության, այս խոսքը լավ հիշեք։ Եվ հանկարծակի սկսվեց նոր դարաշրջան։ Հանկարծակի, այս հանկարծակի բառից սկսվում է նոր կտակարանը, նոր ուխտն է սկսվում, նոր եկեղեցին է սկսվում, Հիսուս Քրիստոսով, գրված է, եւ հանկարծակի երկնքից մի ձայն եղավ, սաստիկ փչող քամու ձայնի պես, եւ լցրեց ամբողջ տունը, ուր նստած էին, եւ նրանց երևացին բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա, եւ բոլորը լցվեցան Սուրբ Հոգով, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես Հոգին նրանց խոսել էր տալիս։ Ամեն։ Տեսեք, սա Աստծո խոստումն էր, բայց որպեսզի Սուրբ Հոգին գար, Սուրբ Հոգի ինքը ուղղակի հոգի չի, ինքը Սուրբ Հոգին է։ Մենք պետք է հասկանանք, որ սա Աստծո Հոգին է, եւ Սուրբ Հոգին միայն կարա Սուրբ տեղը լինի։ Ամեն, նա չի կարա գա մեղավոր տեղ լինի, այն վայրերում ինքը չի բնակվում։ Դրա համար Հովհաննես Մկրտիչը ինքը վերնագրում է Սուրբ Հոգուն որպես աղավնի, որտեղ կա նախանձ, կռիվ, անհաշտություն եւ այլ, Սուրբ Հոգին այդ տեղում չի կարող բնակվի։ Սուրբ Հոգին ինքը աղավնու պես է, Սուրբ Հոգին աղավնու պես է, ինքը ունի նման բնություն։ Ինքը կարա մոտիկ գա, ընկերասեր լինի մարդու հետ, բայց որ վախացնես ինքը այդ վայրում չի լինելու։ Բայց որ քեզ ճիշտ չպահես, ինքը չի լինելու այդ վայրում։ Գիտեք, սիրելիներս, մեզ շատ կարևոր է, որպեսզի Սուրբ Հոգին լինի մեր մեջ, մեր կյանքում, որովհետև ասեմ ձեզ, ուրիշ տարբերակ փրկության ես չեմ կարա հավատամ, որտեղ կյանքը, հավիտենական կյանքը հենց իրան մեջ է, սա է Աստծո արքայությունը։ Հիսուսը, որ մինչև Սուրբ Հոգու գալը, մինչև այս կատարվել, ասում էր, ոնց ձեզ բացատրեմ ախր, ասում էր, սպասեք, հեսա կլինի կհասկանաք։ Մինչև այդ տարբեր առակներով էր խոսում, ասում էր, ոնց ձեզ բացատրեմ, ոնց հասկացնեմ Աստծո արքայությունը ինչ է։ Ասում է, նման է մի ոսկի մանեկողի, հա, թանկարժեք քար մանեկողի, ասում է, որ գտնում է ու ծախում է ամեն ինչը, այսինքն ամեն ինչ դնում է մի կողմ, բայց գնահատում է այն ինչ որ գտել է։ Գիտես, սիրելիս, եկեք անկեղծ լինենք, պարզ լինենք ու ուղիղ եմ ասում։ Սուրբ Հոգուց թանկ քո կյանքում ոչ մի բան չի կարա լինի։ Կարաս համաձայնվես սրա հետ։ Եթե համաձայնվես, երանի քեզ, որովհետև դու կապրես, որովհետև կյանքը Աստված Սուրբ Հոգու մեջ է, եւ հենց Սուրբ Հոգին է մեզ տալիս կյանք, երբ որ մենք իր հետ ապրում ենք։ Մենք չենք կարա Սուրբ Հոգուն անգամ մեր այս կյանքը, որ Աստված տվել է, մենք չենք էլ կարա ինչ-որ մի բան, ինչ-որ մեկին, ինչ-որ մի հանգամանք անգամ մոտիկ բարձրացնենք։ Դրա համար Աստված սպասում է ինձանից ու քեզանից մեծ գնահատական, որպեսզի մենք մեծ գնահատական տանք իրա պարգևին այն ինչ որ մենք ստացել ենք։ Եվ որպեսզի այս ամեն ինչը կատարվի մարդու կյանքում, խի են վաղ չէր լինում։ Աստված է իրել է ուղարկել է Սուրբ Հոգուն, խի չէր ուղարկում։ Խի Աստված չէր ուղարկում Սուրբ Հոգուն այն ժամանակ,
որտեվ մարդը մեղանչել է եւ մարդը պետքա պատժվեր։ Սուրբ Հոգին չէր կարա մեղավոր մարմնի վրա գար։ Գրված է Սուրբ Հոգին կգա մարմինների մեջ, մեր մարմինների մեջ, այսինքն մեր մարմինը վերջնական գործողությունն է, կա հոգի, շունչ եւ մարմին, բայց Սուրբ Հոգին երբ որ գալիս է մեր մարմինի մեջ է գալ եւ մեր գործողությունները, մեր միտքը, մեր շարժու ձևը ամեն ինչ սկսում է փոխվել, ամեն ինչ սկսում է նմանվել Հիսուս Քրիստոսին, բայց դրա համար պետք էր որպեսի վճարվեր գինը եւ Հիսուսը վճարելով գինը խաչի վրա, երբ որ մահացավ, երբ որ արյունը թափեց, նա խոսում է, մենք կարող ասենք խորը չկարողանանք դա հավատանք, թե դա ոնց եղավ, բայց դա տենց եղավ։ Գրված է, իր արյունը մաքրեց մեզի ամեն մեղքից։ Ձյունից էլ սուրբ արեց։ Կարաս հավատաս, որ դու ձյունից էլ սուրբ ես։ Միգուցե դա դու չես կարող հավատաս, բայց դա տենց է։ Եվ շատ լավ կլինի, որպեսզի հավատաս, որովհետև երբ որ կհավատաս, ավելի շատ կհավատաս Աստծո շնորհը, ավելի շատ կընդունես Աստծո պարգևը, որ քեզ տված է։ Գիտեք, ամեն ինչից շատ գնահատեք այն պարգևը, որ Տերը տվել է, Սուրբ Հոգին, ով ունի պահեկ ամուր, դա ամենամեծ նվերն է մարդկությանը հավատացողին, եւ ով էլ չունի կխնդրենք այսօր, որպեսզի գա։ Ամեն։ Տեսեք, Պենտեկոստեն ինչ է նշանակում։ Դա 5 տակարանով օր էր։ 5 տակարան Պենտեկոստեն հունցքի տոն էր։ Այո, ժողովուրդը Աստծուն բերում էին բերքի առաջին պտուղները։ Դաշտուներ, ինչ որ ուներ, կենդանիներ ուներ, առաջին պտուղները Պենտեկոստեն տարին 1 տոն էր, երբ որ մարդիկ բերում էին առաջին պտուղները։ Եվ տեսեք, սա հոգևոր աշխարհում ինչ տեղի ունեցավ։ Առաջին պտուղները նոր կտակարում ինչ տեղի ունեցավ։ Այդ օրը դարձյալ հոգևոր հունցք եղավ։ 120 հոգի միանգամից են Սուրբ Հոգին 120 հոգի իրանք միացած մի տեղ էին։ Եվ Սուրբ Հոգին երբ որ իջավ, տեսեք ինքը չիջավ մենակ առաքյալների վրա։ Ինքը իջավ այդ 120 հոգու վրա։ Եվ այդ օրը, տեսեք ինչ մեծ բերքահավաք եղավ Աստծու արքայության համար 3000 հոգուց ավել ապաշխարեցին։ Այսի ամենամեծ առաջին sense բերքահավաք եղավ մեր պատմության, քրիստոնեության պատմության ընթացքում առաջին բերքահավաք եղավ։ 3000 հոգի այդ օրը ապաշխարեցին, երբ որ Սուրբ Հոգին իջավ։ Ապաշխարեցին դա նշանակում է ազատվեցին մեղքից, դուրս եկան խավարից եւ սկսեցին ապրել այն կյանքով, որ Տերը տալիս է։ Ամեն։ Գործ Առաքելոց 2:41-ում կկարդամ։ Եվ նրա խոսքն ընդունողները մկրտվեցին, եւ այն օրը 3000 հոգու չափ ավելացան։ Ստեղ տենց է գրված 3000 հոգու չափ ավելացավ։ Պենտեկոստեն մեզ ցույց է տալիս, որ եկեղեցին ծնվեց ոչ թե մարդկային ինչ որ գաղափարից, կրոնական ինչ որ կարգ ու կանոնից եկեղեցին ծնվեց, եկեղեցին ծնվեց Սուրբ Հոգու զորությունից։ Ամեն։ Իսկական եկեղեցին, որը որ պտուղ է բերում, որը որ ապրում է, նա ծնվում է Սուրբ Հոգու զորությունից եւ շարժվում է Սուրբ Հոգու զորությունով։ Մարդկային գաղափարներով, մարդկային ծեսերով, մարդկային կարգերով դա կենթանի չի կարա լինի եկեղեցին։ Կարա լինի տեսք, ձև, բայց ոչ կենթանի եկեղեցի։ Կենթանի եկեղեցում պետք է լինի կենթանի Տերը։ Եվ Սուրբ Հոգին նա հենց կենթանի մեր Աստվածն է, որ եկել է մեր հետ ապրում եւ մեր մեջ ապրում։ Ամեն, եկեղեցին ծնվել է Սուրբ Հոգու զորությունից։ Տեսեք, առաքյալները մինչև Սուրբ Հոգի ստանալը իրանք ով էին։ Մի հատ հիշենք էլի առաքյալներին։ Իրանք Քրիստոսին հետևողներ էին, չէ՞։ Իրանք քրիստոնեությանը մի հատ նայենք։ Էս ինչ հետևողներ են։ Ոնց որ Հիսուսի կամանդը, այս վախկոտ, անհնազանդ, անհավատ, ուրացող, գողացող, այս մի հատ խումբ էր։ Ու իրականություն եմ ասում։ Համ ուրացան, համ գողացան, համ փախան վրից, համ սուտ խոսացին, համ անհավատություն ունեցան, այս խումբն էր։ Հիսուսին է բռնեցին, թողին փախան սաղ։ Մեկն է ասում անենց փախավ շորերից բռնին, մերկ փախավ։ Խայտառակություն։ Մի խայտառակություն։ Գիտեք, այս խայտառակ վիճակը ես էլ եմ ապրել։ Եվ ամեն մի քրիստոնյա կարող այս խայտառակ վիճակը ապրի։ Սատանան խայտառակ է անում, որտեղ ինքը չի ներում երբեք։ Սատանան երբեք չի ներում։ Սատանան հակառակը ուզում է սպանի մինչև վերջ։ Բայց դուք ասում եք զորություն կառնեք, երբ որ ձեր վրա կգա Սուրբ Հոգին։ Երբ որ Սուրբ Հոգին եկավ, այդ նույն աշակերտները, որ փախնում էին,
խայտառակ են լինում, սատանան իրանց այսպես մաղեց։ Բայց այդ նույն աշակերտները մինչև վերջ, երբ որ մկրտվեցին Սուրբ Հոգով, ամբողջ աշխարհը վերցրեցին։ Իրանք էլ չէին վախենում, որ իրանց կբռնեն, կսպանեն, կսղոցեն, ամեն մեկը իր պատմությունը ունի, մենք գիտենք։ Մեր Հայաստան էլ եկան աշակերտներից, մենք գիտենք պատմությունը, բայց իրանք չվախեցան էլ։ Իրանք կատարեցին այն ինչ որ պետքա կատարեն, մինչև վերջ։ Տեսեք որտեղ է զորություն։ Տեսեք տարբերությունը զգում եք։ Մեծ տարբերություն է։ Դե տեսեք քո կյանքում կարա այս նույն տարբերությունը լինի։ Դու Սուրբ Հոգով ես առաջնորդվում, Սուրբ Հոգուն խնդրել ես, ուզել ես քո կյանքի մեջ, թե ուղղակի կոչվում ես ճակերտավոր քրիստոնյա, որը որ վախկոտ է։ Գիտեք, Աստված վախկոտների Աստված չի։ Աստված թույլերի Աստված չի, Աստված զորություն է։ Երկինքն ու երկիրն է Նրանը։ Եվ ինքը ուզում է, որպեսզի իր զորությունով մենք զորանանք եւ մենք իմանանք ով է մեր հայրը, ով է մեր Տերը, ով է մեզ տիրություն անում։ Այս աշխարհում է, չէ՞, այս ֆիզիկական աշխարհում մենք ունենք շրջապատ, ընկերություն, չգիտեմ, որ դու քո հետևը մեջք ունես մի հատ, քեզ լավ ես զգում։ Քեզ լավ ես զգում։ Ինչ է լինի, դու գիտես, ում կարաս մի հատ զանգանես ու հարց լուծվի, չէ՞, դա լավ է, ված չի։ Բայց գիտեք, հոգևոր աշխարհում մենք պետք է ունենանք, որպեսզի մեզ հանգիստ գա։ Ես ունեցել եմ, եղբայրներ եմ ունեցել, շատ լավ ընկերություն եմ ունեցել, որ յուրաքանչյուր, կարելի ասել, յուրաքանչյուր խնդիր ես կարելի լուծել մի հատ զանգով։ Գիտեք, դա լավ է, դա ված չի, դու հանգստանում ես դրա մեջ, դու չես անհանգստանում։ Եթե ինչ-որ մի բան է լինում, սիրուն հարցը կարաս լուծես, որտեվ դու գիտես, քեզ ով կարա տիրություն անի։ Գիտես, մեզի հոգևոր աշխարհ, առավել եւս մեզ պետք է հոգևոր աշխարհում Տեր, որպեսզի տիրություն անի մեզ։ Եվ երբ որ դու զգում ես, որ քո Տերը քո մեջ է ապրում, եւ քեզ տիրություն է անում, դու հանգիստ ես լինում, դու չես վախում, ամեն տագնապից դու չես սարսափում, խառնվում իրար, դեպրեսիայի մեջ ընկնում, դու հանգիստ ես։ Միգուցե կողքից ինչ-որ մեկը նայ ասում, ո՞նց ես, խես տենց հանգիստ։ Իրանք չեն հասկանա խես դու տենց հանգիստ, բայց դու գիտես դու խես հանգիստ։ Դավիթը ասում է, Դավիթ թագավորը Սաղմոսների մեջ ասում է, Տեր, իմ անձը քո մեջ հանգստանում է։ Իմ անձը քո մեջ հանգստան։ Իրականում մենք Տիրոջ մեջ պետք է հանգստանանք, գիտեք։ Մենք պետք է հանգստանանք Հիսուսի մեջ, ոչ թե վախենանք։ Աստված մեզ չտվեց վախի հոգի, Աստծո հոգին, երբ որ գալիս մկրտություն, որ ասում եմ, դա գիտեք ինչ է, որ նոր ծնունդը կա, արդեն նոր ծնվել է մարդու մեջ նոր բնություն է ծնվել։ Եվ Աստծո հոգին, եւ քո հոգին, այսպես միաբանվում են իրար ու դու զորություն ես առնում։ Որտեվ դու մենակ չես կարա, այս նորը որ ծնվել է, այս նոր ծնունդը, ինքը մենակ ոչ մի բան չի կարա, իրան պետք է իրան ծնողը, իր ծնողն է պետք, երբ որ գալի այսպես միաբանվում է ու դու զորություն ես առնում։ Ու դու հասկանում ես քո հայրը ով է, դու չես վախենում ոչ մի բանից։ Քո ընթացքը ճիշտ է լինում։ Գիտեք, սա կարևոր բաներ է, որպեսզի մենք հավատանք եւ հենց տենց էլ անենք։ Հենց տենց էլ աղոթենք, հենց տենց էլ խնդրենք։ Այսօր խնդրելու ենք, որպեսզի լինի դա մեր կյանքում։ Եվ հավատքով ենք խնդրելու, ամեն, որովհետև այդ զորությունը պետք է, ասա ինձ պետք է զորություն։ Սուրբ Հոգին տալիս է զորություն, որպեսզի կատարվի ամեն ճշմարտությունը։ Ամեն ճշմարտություն կատարվում է մենակ Սուրբ Հոգու զորությամբ։ Ես անցած անգամ մի օրինակ բերեցի, կարճ վկայություն, որ կա միտք, որը խաբված է, եւ կա հոգի, որը ճշմարտությունն է։ Հիմա Աստված հարց է տալի, ասում է, ինչ է զգում են մարդու հանդեպ, որի հետ նոր կռվել ես։ Իմ խաբված միտքը պետք է ասի ատելություն, բայց իմ նոր բնությունը պետք է ասի ճշմարտությունը, պետք է ասի սեր։ Դա գիտեք, դա ուղղակի բառեր չի, ոչ է դաստիարակությունն է, որ կրոնական ինչ-որ դաստիարակություն չի։ Սիրիր քեզ անիծողին, ո՞նց կարամ սիրեմ ինձ անիծողին։ Գիտեք, դա հնարավոր չի, մարդկային մտածելակերպով դա հնարավոր չի։ Մեր հին բնությունը դա ասում է, «Էս ինչ են խոսում ես մարդիկ»։ Ո՞նց կարելի է տենց։ Բայց քո նոր բնությունը, որ Աստված ծնել է քո մեջ եւ ինքն է քեզ այդ զորությունը տալիս է, դու հասկանում ես, որ դա հնարավոր է այստեղից։ Խաբված տեղից չէ, բայց տեղից դու կարաս ճշմարտություն խոսալ։ Իսկ ճշմարտությունը որպեսզի դուրս գա եւ քո շրթունքները խոսան ճշմարտությունը, ամեն ճշմարտություն, եւ քո ձեռքերը գործեն ճշմարտություն, եւ քո ոտքերը գնան դեպի ճշմարտության ճանապարհը, մեզ պետք է Սուրբ Հոգու զորությունը, որպեսզի կատարվի մարդու կյանքում ամեն ճշմարտություն։ Ամեն։ Գիտեք, սա ամենակարևոր բաներն է մեր կյանքի։
Սրանից ավելի կարևոր բան չդնեք ձեր կյանքում։ Եկ գիտեք քիչ չի կատարում շատ քրիստոնյաների կյանքում այն ինչ որ ես քարոզում եմ, որովհետև մարդիկ տեղերը փոխում են, շատ ուրիշ բաներ են իրանց կյանքում դնում։ Հաջողություն, չգիտեմ, առողջությունից սկսած, կարևոր է, բայց տեղը մի փոխի։ Տերը ասում է, փնտրեք իմ արքայությունը, հենց էս է Հիսուսի արքայությունը, փնտրեք իրան, Սուրբ Հոգով շարժվեք, մնացած ասում է, սաղ ձեզ կտան։ Ասում է, հայրը գիտի ձեր կարիքները, ինքը գիտի դուք ինչ կարիք ունեք։ Խի Աստված չգիտի, որ մենք պետք է բժշկվենք, մենք հացի փող չունենք, պետք է փող ունենանք, որ հաց առնենք, գիտի։ Աստված իր ժամանակին ամեն ինչ անում է։ Բայց ասում է, առաջինը փնտրեք իմ արքայությունը, եւ Աստծո արքայությունը հենց էս է, որ մենք ապրենք իրանով, իր հետ եւ դեպի իրան գնանք։ Տեսեք, Սուրբ Հոգին գալիս է այնտեղ, որտեղ կա միաբանություն։ Իզուր չի, որ թե իզուր է, որ Հիսուսը եկեղեցի է ստեղծել։ Այսօր շատ մարդիկ խաբված են, ուղիղ ասում եմ, խաբված են, երբ որ քո միտք է գալիս քեզ, դու ասում ես, ես իմ տունը կնստեմ, կհավատամ Աստծուն։ Ես իմ տունը, ես էլ եմ լավ քրիստոնյա։ Գիտես, ուզում եմ ասեմ, դու խաբված ես։ Քեզի սատանան խաբել է, սատանան խաբեբայ է։ Աստծո զորությունը գալիս է միաբանության վրա։ Հիսուսը դա շատ լավ գիտի, սատանան էլ շատ լավ գիտի։ Դա համար սատանայի ուզածը էս է, այսինքն ցրի սաղին ամեն մեկին sense փագի տներով մարդկանց ցրի, որպեսզի միաբանություն չլինի, որտեվ ինքը շատ լավ գիտի, որտեղ կա միաբանություն, այնտեղ Աստծո զորությունը կա։ Գործելու, Աստծո զորությունը կա քանդելու սատանայի գործերը։ Ինքը դա չի ուզում։ Գիտես, հենց այնց չի, որ կա եկեղեցի։ Հենց այնց չի, առաջի եկեղեցին հենց էս էր, երբ որ Հիսուսը ասեց մեկ տեղ եղեք բոլորդ, ես խոսք եմ տալիս, մեկ տեղ միաբան եղեք։ Գիտեք, շատ անգամ Աստված կարող է ուշանա, շատ անգամ Աստված կարող է քեզ սпасել տա, բայց դու քո միաբանությունը երբեք չթողնես, որտեղ միաբանության մեջ Տերը գործելու է, միաբանության մեջ Տերը քո հետ խոսալու է, միաբանության մեջ Տերը քեզ նորոգելու է, Տերը քեզ ապրացնելու է միաբանության մեջ։ Միաբանության մեջ այս ձեռքս միաբանա չէ իմ մարմնին։ Եթե այս ձեռքս պոկենք գցենք, ինքը էլ չի ապրի։ Ճիշտ է, կկարենք ստեղ օրինակ։ Կկարես, մարմինը ընդհանուր կապրի, բայց այս ձեռքը ինքը կչորանա ու կգնա։ Նույնն էլ կարա ինչ որ եկեղեցու մի անդամ լինի։ Երբ որ քեզ ինչ որ միտք կգա, ինչ որ գործողություն, որ դու հետագան կտեսնես, որ քեզ կարա եկեղեցուց պոկի, կյանքում չհամաձայնվես այդ մտքի հետ։ Պատահական չի քեզ, որ Տերը այսօր բերել աստեղ։ Միաբան եղի, որտեղ միաբանության մեջ Տերը քեզ զորություն է տալ, Տերը քեզ նորոգելու է, քո սիրտը, քո միտքը, Տերը քեզ բարձրացնելու է եւ կյանք է տալու։ Միաբանության մեջ, որտեղ ուզում ես եղի, կարող է այսօր Համբուրգում ես ապրում, վաղը չգիտեմ որտեղ ես ապրում, բայց եղի անպայման Տիրոջ մեջ, Տիրոջ տան մեջ, եկեղեցու մեջ միաբան եղի։ Պենտեկոստեի օրը լրանալիս բոլորին միաբանության մեկտեղ էին գրված։ Մինչև Սուրբ Հոգու իշները կամ լցնել է այդ վայրը աշակերտները միաբան էին։ Դա շատ կարևոր է, որ միաբան լինենք։ Տեսեք, Սուրբ Հոգին ինքը խաղաղության հոգի է։ Ու այս միաբանության մեջ, չէ, պետքա լինի խաղաղություն։ Բաներ էլ կա, որ պետք է, ոչ թե մենակ sense միաբան sense ձիգ լինենք հազիվ զորով իրար դիմանանք բամբասանքներով, հակառակություններով, այդտեղ չի գալու Սուրբ Հոգին։ Ինչքան ուզում ենք sense միաբան եղեք։ Այդ միաբանության մեջ Սուրբ Հոգին չի գալու։ Սուրբ Հոգին ինքը խաղաղության հոգի է։ Ինքը գալու է խաղաղության միաբանության վրա։ Երբ որ կա միաբանություն եւ այնտեղ կա խաղաղություն, Սուրբ Հոգինը տեղ է գալու։ Սուրբ Հոգին սիրո վրա է գալու։ Երբ որ կա ներել, սիրել, հասկանալ, Սուրբ Հոգին գալիս է, երբ որ մարդիկ ունեն մեկ սիրտ։ Շատ կարևոր է, գիտես, ես քեզանից կախում ունեմ ինչ որտեղ, դու էլ ինձանից։ Մենք իրարից կախում ունենք, գիտեք դուք էդի։ Դրա համար եկեք իրար շատ սիրենք։ Դրա համար Աստվածաշունչը ինքը նկարագրում է եկեղեցին Հիսուս Քրիստոսի մարմին որպես։ Եվ լավ, վերցնենք մեր մարմինը։ Քո ձեռքը այս մյուս ձեռքին չի ասես ինչ վատնա, կամ որ քոր գա կքորի, կամ որ գլուխդ ցավա, ասենց երկու ձեռքերը ասենց գլուխդ կբռնես։ Գիտեք, ամբողջ մարմինը իրար հետ ընկերություն է անում։ Ամբողջ մարմնի անդամները, ամբողջ մարմնի օրգանները իրանք իրար հետ ընկերություն են անում։ Իրանք իրար սիրում են։ Մեկը մյուսին լավն է ցանկանում։ Մեկը մյուսին օգտին է ծառայում։ Սենց պետք է լինի մեր միաբանությունը։
Ես չէ, քո համար, որ լավ լինի, քո համար լավ լինի, իմ համար չէ, առաջինը քո համար, որ քո համար լավ եղավ, ինձ էլ է լավ լինելու։ Բայց երբ որ մարդը կենտրոնացավ իր վրա, իր եսի վրա, ինքը չի կարա միաբանությանը մասնակցի։ Հիսուս Քրիստոսի միաբանությանը մասնակիցները պետքա ձգտեն, պետքա ունենան այս միտքը։ Ես ուզում եմ, որ իմ քրոջ համար, իմ աղբոր համար լավ լինի։ Այսի իսկական միաբանությունն է, այստեղ Սուրբ Հոգին գործելու է։ Այստեղ Սուրբ Հոգին իր զորությունով վերցնում է այս միաբանությունը եւ բոլորի օգտի համար է դա լինում։ Ամեն։ Նա չի գործում այնտեղ, որտեղ մարդիկ ապրում են հպարտությունով, բաժանումներով, նախանձի եւ թշնամություններով։ Ինքը դե չի գործելու։ Ինքը այդ հոգին չի։ Դա արդեն ուրիշ հոգիներ են գործելու։ Եկեղեցին ուժեղ է եւ բոլոր ունենք մեծ սիրտ։ Սաղմոս 132:1-ը տեսեք ինչ է գրում։ Ահա ինչ բարի է, ինչ վայելուչ է, որ եղբայրները միասին բնակվում են։ Այսի գիտեք ինչի նման է, այն որ գնում ենք ճամբար, այս խոսքն եմ միշտ հիշում, որ գնում ենք ճամբար, սենց մի 3 օր սենց եկեղեցիները հավաքվում են իրար հետ են գլու, ինչ հավես է, ինչ բարի է սենց։ Մենակ ծառայության չեն գալի մի քանի ժամ իրար հետ Աստծո խոսք ենք լսում, պաշտամունքի ենք մասնակցում, բայց մի քանի օր իրար հետ, ասեք որ լավ է, չէ՞, ով է եղել ճամբարներ, ասեք որ հիանալի է, որ սենց միաբան են կլնում, մեկտեղ են կլնում։ Տեսեք, երբ եկեղեցին միաբանության մեջ է, գալիս է Աստծո օրհնությունը։ Ամեն։ Ուզում ենք Աստծուց օրհնված լինենք։ Յուրաքանչյուրս ուզում ենք, որ մեր եկեղեցին լինի օրհնված։ Միաբանության մեջ կգա օրհնություն։ Այսի խնդրում եմ սիրելիս, այս միտքը վերցրու։ Ես տեղ եմ, որպեսզի քո համար լավ լինի։ Դու էլ տենց եղի։ Դու էլ ստեղ եղի, որպես ծառայող, որպես եկեղեցու մի անդամ, որպեսզի ինչ որ մեկի համար լավ լինի։ Ես երբ որ հիշում եմ ապաշխարեցի, հետո տեղափոխվեցինք մի ուրիշ քաղաք, եկեղեցի էի ման գալիս, ես տարբեր մի քանի եկեղեցիներ գնացի, որտեղ հասկանում եմ, որ դա շատ կարևոր է, ես պետքա լինեմ ինչ որ մի եկեղեցում։ Ես առանց եկեղեցու ոչ ուզում եմ լսեմ, ոչ ուզում եմ հասկանամ, ոչ ուզում եմ պատկերացնեմ, որտեղ դա սատանայի սուտն է։ Ես պետքա լինեմ եկեղեցում։ Ես երբ որ տարբեր եկեղեցիներում լեղա, ուզում էի ընտրեի վերջ ուր եմ գնալու Տեր։ Ու սկսեցի այն փոքր մանր-մուներ եկեղեցիները հանել, որ վերջում կարողանամ կողնորոշվեմ որ գնամ, Տերը ինձ տարավ այն եկեղեցին, որ դե առաջինը ես հանեցի, ասի, էսի չէ, հենց այդտեղ տարավ Տերը ինձ։ Հենց այդտեղ նենց Տերը դասավորեց, որ ես հաջորդ կիրակի օր հենց այդտեղ էի ծառայում։ Աստված չի գալու դատել քո գողության համար, ծխելու համար, խմելու համար, եւալ մանր-մուներ բաների համար չի դատելու Աստված մարդկությանը։ Աստված մարդկությանը դատելու է, որ Հիսուսը խաչվեց, Հիսուսը ձեր պատճառով կասի խաչվեց։ Նրանով այստեղ է իր բարկությունը բացի։ Երբ ընտանիքը միաբանության մեջ է, գալիս է Աստծո խաղաղությունը։ Ուզում ես ընտանիքդ խաղաղ լինի, միաբանության մեջ եղի։ Գիտես, այս միաբանությունը ամուսին կին, երեխեք, հարաբերություններ, գիտեք, աշխարհը այսօր չունի, աշխարհում ձեզ sense բաներ չեն ասի այսօր։ Աշխարհում չկա, բրծել է, всё, բայց Քրիստոսի մեջ կա։ Քրիստոսի մեջ առատորեն կա։ Քրիստոսի խոսքի մեջ կյանք կա։ Կյանք։ Ուզում ես ընտանիքումդ միաբանություն լինի, խաղաղություն, միաբան եղի ընտանիքիդ հետ։ Միաբան եղի քո ամուսնու հետ, քո կնոջ հետ, քո երեխեքի հետ։ Գիտեք, մենք կարող ու այս միաբանությունը միայն ստացվում է, երբ որ մենք առաջ ենք ընկնում ներելու մեջ։ Երբ որ մենք կարողանում ենք ներել, ծածկել եւ միաբանվել։ Ասում եմ, դե թո ինքը ների է, անդադ ես դու շարունակի ու դու կտեսնես Տիրոջ հրաշքը։ Դու շարունակի Աստծո խոսքին հնազանդվել, որտեղ Աստծո խոսքը ասում է ների, թշնամուտների, թշնամիները տնից կլինեն։ Բայց երբ որ դու շարունակում ես Աստծո խոսքին հնազանդվել եւ քո եսը դնում ես մի կողմ եւ ապրում ես Աստծո խոսքով, դու տեսնում ես հրաշքներ, դու տեսնում ես միաբանություն եւ միաբանության մեջ գալիս է խաղաղություն։ Ամեն մեկս էլ ուզում ենք, չէ՞, մեր ընտանիքներում խաղաղություն լինի։ Բարեկամների մեջ խաղաղություն լինի։ Գիտեք, եթե չներենք, չի լինելու դա, բայց երբ որ ներենք, լինելու է։ Եվ դա մենք կարող ենք անել Սուրբ Հոգով։ Եվ դա մենք կարող ենք անել, երբ որ Տիրոջ հետ միաբան ենք։ Առանց միաբանության, Սուրբ Հոգու մկրտության մենք թույլ ենք, մենք չենք կարա։ Մենք ուղղակի շարժվելու ենք այստեղով։ Մեր շնչավոր մարդն է շարժվելու, մեր շնչավոր մարդը դա մեր գաղափարն է, մեր էմոցիաներն են, մեր ընտրություններն են, այսի մեր շունչն է։ Ու ինքը քեզ չի կարա ճիշտ անի։ Ինքը իրանն է փնտրելու։
Բայց երբ որ հոգով ենք շարժվում, մենք կարանք այս աշխարհի օրենքներից դուրս բաներ անենք, որը մարդկային մտքին անգամ չել կարող հասնի թե ոնց։ Բայց Հիսուսով կարանք անենք։ Ամեն։ Ասա ես Հիսուսով ամեն ինչ կարամ։ Ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով ես ամեն ինչ կարամ անեմ։ Ամեն ինչ, ամեն։ Երբ ծառայողները միաբան են, գալիս է զորություն։ Եկեղեցու ծառայողները պետք է էլի լինեն միաբանության մեջ, որպեսզի լինի զորություն եւ Տիրոջ զորությունը։ Գիտեք, Աստված մենակ իր զորությունով աշխատում, իր հոգու զորությունով։ Առանց հոգու զորությունով սա սուտ է։ Բայց Սատանան միշտ փորձում է քանդել միաբանությունը։ Դա ինքը գիտի լավ Սատանան, շատ լավ գիտի, որ միաբանության մեջ Տերը զորություն է լցնում, զորություն է բերում։ Ինքը միշտ փորձելու է քանդի։ Բերում է վիրավորանքներ, միտք, Սատանան միտք է տալիս, միտք, ո՞նց է ինքը գալիս։ Հոպոզով պոչով չի գալի։ Մտքերը, դա վատ մտքերը, շեղող մտքերը, դեպի վատ ուղղորդող մտքերը դա Սատանայից է։ Նենց մտքեր կարա լինի, օրինակ երկու հոգի կարան ստեղ կանգնեն խոսան, մեկին կարող է Սատանան նենց միտք ասի, քեզանից են բամբասում, հաստատ քեզանից են խոսում։ Որտեղից է դա։ Սատանան միտք է տալիս։ Գիտեք, ոչ մի վատ մտքի մի համաձայնվեք, կանգնացրեք այդ վատ մտքերը։ Կասկածամտություն է բերում, կասկածներ է սկսում մարդու մեջ գալ։ Գիտեք, առաջի այն քայլը, որ Սատանան այսին բրդում է մարդու մտքի մեջ, դա կասկածն է։ Կասկածի, Աստծո խոսքին, ճշմարտությանը կասկածի, չես կասկածում, որ քո մասին են խոսում, քեզ չեն սիրում, հովիվը այսօր ոնց որ լավ չնայես, բարև չտվեց։ Մարդ ենք էլ են, բոլորս էլ կարող ասեն զբաղված ենք, վազվզում ենք, չգիտենք, հոգնած ենք, բոլորս կամ են քույրը, եղբայրը, լավ հովիվի վրա չբերեմ օրինակը։ Քույրը, եղբայրը լավ չնայես, լավ չբարևես, գիտեք, սիրելիներս, բոլորս մարդ ենք, այդ պահին մենք չենք պատկերացնում, թե մեր առօրյան, մեր ոնց է անցնում, մենք չենք կարող ուրիշի տեղը ապրենք, մենք չենք հասկանում այդ մարդու կյանքը ոնց է երեք եղել, ոնց է ինքը այսօր արթնացել։ Գիտեք, սրանք շատ ամեն ինչը կապ ունի, բայց եկեք սիրենք, ուղղակի անշահախնդիր սեր ունենանք, որտեղ անշահախնդիր սերը կփակի շատ բաներ, շատ վատ բաներ կփակի, շատ կասկածներ կփակի, շատ սատանական մտքեր կփակի, կծածկի։ Այսի պետք է ունենանք մենք։ Սատանան բերում է բամբասանքներ, որպեսզի առանձնացնի, այսպես պոկի, ինքը այսպես պոկում է եկեղեցին, մարդուց, մեկին եկեղեցուց, երկուսին է պոկում, մեկին կպոկի են մի քանի հոգին էլ կընկնեն, շատ դեպքեր եմ իմացել։ Մեկը եկեղեցուց նեղանում գնում է, հետևից մի քանի հոգու էլ sense պոկում տանում է։ Դա հիշեք, միայն Սատանայի ուզածն է, որպեսզի միաբանությունը քանդվի, հպարտությունից, մրցակցությունից, ծառայողների մեջ կասենք մրցակցություններ բաժան սկսվի, ես ավելի շատ, ես ավելի, չգիտեմ, գիտեք, մրցակցությունը պետք է կանգնի մեր կյանքում։ Ամբողջ աշխարհը իր շուրջ է ֆռում։ Այսի հին մարդու մտածելակերպը, ուզենք թե չուզենք, տենց է, ես էլ եմ տենց մտածել։ Բայց երբ որ եկա Հիսուս Քրիստոսին ճանաչեցի, հանդիպեցի, հասկացա, տղա ջան, դու չես կենտրոնում, Հիսուսն է կենտրոնում, եւ դու էլ բոլորի հետ այսպես ֆռում ես իր շուրջը։ Այս է, նա Աստված է։ Ուղղակի մենք խաբված ենք, մարդու հին բնությունը խաբված է, թե ինքը Աստված է, որովհետեւ Սատանան ասեց, «Այն պտուղից կեր Աստծո նման կլինես»։ Մենք էլ կերանք ու մենք թվում է թե մենք Աստված ենք, նամանավանդ հայերը, բոլորս այնց Աստված են։ Մամաս Աստված, ասում եմ, ով է հավատում ես Աստծուն, ասում մամաս Աստված է։ Լուրջ, Աստվածը Հիսուս Քրիստոսն է։ Հպարտություն, մրցակցություններ, sense բաներ եկեք անգամ տեղ չտանք մեր մտքերին, մեր սրտերին, որովհետև տեսեք ինչու, որովհետև նա գիտի, որտեղ միաբանություն կա, այնտեղ Աստծո զորությունը լինելու է, Սատանան շատ լավ գիտի։ Սուրբ Հոգին ինքը գալիս է հանկարծակի քո կյանքի մեջ։ Մենք շատ անգամ կարանք աղոթքի մեջ լինենք, սպասենք, չգիտեմ, ոչ մի բան տեղի չունենա, չէ, կամ այս ժամանակի մեջ շատ քրիստոնյաներ կարան հիասթափվեն, ասեն Աստված մոռացավ ինձ, Աստված էլ չի հիշում ինձ։ Դավիթն էլ ապրել է այս ամեն ինչը, Սաղմոսների մեջ մենք կարանք տեսնենք, խես Տեր երեսը թաքցրել ինձանից։ Բայց գիտեք, տենց բան չկա, Աստված երբեք երեսը չի թաքցնում։ Աստված մենակ երեսը շրջում է, գիտեք ումից, գոռոզ մարդկանցից։ Գրված ասում է, գոռոզ մարդկանցից ես երես եմ դարձնում։ Այստեղ պետք է մեզի քնենք, բայց եթե մենք հնազանդության մեջ, սիրո մեջ, աղոթք ենք անում, Տիրոջ մեջ ենք, ինչ որ մի հարց էլ չի լուծվել դեռ, գիտեք, սպասեք,
սпасելը ինքը շատ լավ բան է։ Սпасելով մենք սովորում ենք համբերություն։ Համբերություն ուրիշ ձև մենք չենք կարող սովորել։ Մենք կարող ենք մենակ սովորենք համբերելով։ Եվ Աստված որպեսզի կոփվի մեզի, ուժեղ դարձնի, այսի մի պտուղն է, Աստծո պտուղներից մեկը համբերությունն է, երկար համբերությունն է։ Եվ որպեսզի Աստված մեզի ուժեղ դարձնի կոփվի, էցի Սուրբ Հոգին շատ ժամանակ կարա թույլ տա, որպեսզի դու սпасես։ Բայց մի հիասթափվի երբեք, մի ասա Աստված ինձ մոռացավ։ Աստված պատրաստում է ճիշտ անոթ։ Աստված պատրաստում է քո մեջ ճիշտ սիրտ, ճիշտ ժամանակ։ Եվ հետո երբ որ գալիս է ինքը, գալիս է ու սկսում է գործել, դու հասկանում ես, որ ինքը չուշացավ, ոչ է շուտ եկավ։ Ինքը գիտի երբ է գալիս։ Ամեն։ Դրա համար միշտ լինենք Աստծուն սпасող։ Կարևորը չհոգնենք Աստծուն սпасելուց, որովհետև աշակերտներն է չգիտեն ճշգրիտ ժամանակ Հիսուսը ասեց. գնացեք միաբան եղեք, մի տեղ եղեք սաղդ, մի տեղ աղոթք արեք, չբաժանվեք, չգնաք ուրիշ տեղեր։ Եվ նրանք չգիտեին ժամանակները, տեսեք, Հիսուսը ժամանակները չի խոսում, չի ասում օր, ժամ, ինքը չի ասում, ինքը ասում է սпасի, համբերը ես գիտեմ ժամանակը։ Ինքը գիտեք Աստված, ինքը ոնց որ շատ նման է շատ լավ այգեպանի, որ ունի այգի ու այդ այգին պտուղներով պտղաբեր այգի է, չէ, իր այգին մենակ պտղաբեր է, իր այգում չկա անպտուղ ծառեր։ Անպտուղ ծառերը Հիսուսը անիծում է եւ չորացնում թափում են կողմ։ Իրան պետք չի տենց այգիներ։ Ինքը ունի այգի, որը պտուղ է բերում։ Եվ ինքը քաղում է այն պտուղը, որը արդեն հասել է։ Խակ պտուղը ինքը չի քաղելու։ Շատ ժամանակ մենք կարող ասենք, ինչի, ես որ եկա ապաշխարության, ապաշխարեցի Տիրոջը, եկա Տիրոջը, մեկ շատերնս ենք ասում, չէ, ասում ենք, խի մի տարի, մի 5 տարի շուտ չեկա, հանգիստ եղեք, Աստված գիտի ժամանակները։ 5 տարի առաջ դուք խակ էիր դեռ։ Աստված գիտի երբ քաղի իր պտուղը։ Բայց կարևորը որ մենք լինենք սпасող, մենք լինենք իր դաշտի մեջ։ Դա շատ կարևոր է, որ մեր գիտակցությունը, մեր սիրտը հասկանա, որ ինքն է Տերը, ինքն է ինձ արարել, ինքն է իմ Աստվածը, ինքը գիտի այն ժամանակը։ Ես պետքա սпасեմ ուղղակի։ Ես պետքա լինեմ հնազանդության մեջ, ամենակարևորը հնազանդության մեջ։ Եթե ուզում ես մի օր Տերը քեզ հպվի, քեզ քաղի, քեզ վերցնի, ամենակարևորը մենք պետքա լինենք հնազանդության մեջ։ Որտեվ գոռոզներից Տերը շրջվում է, տենց էլ գրված է, գոռոզներից Տերը շրջվում է։ Եվ եթե մի մարդուց Տերը շրջվի գոռոզ մարդուց, ով կփրկի այդ մարդուն, ով կմոտիկանա այդ մարդուն։ Դրա համար եկեք միշտ մնանք այս հնազանդության մեջ, էսի քաղցր բան է, էսի լավ բան է, էսի հաղթանակի է տանում մարդուն հնազանդությունը։ Տեսեք Սուրբ Հոգին գրված է, որ եկավ, չէ, գրված է ինքը կրակի լեզուների պես է, վառվող sense լեզուներ ոնց է, ես ոնց ուզում եք կարող պատկերացնեք, վառվող լեզուներ, այսինքն իջան մարդկանց վրա եւ լցրեց ամբողջ տունը գրած է։ Սուրբ Հոգին որ գալիս է, իր ներկայությունը պետքա փոխի ամբողջ մթնոլորտը մեր մեջի մթնոլորտը եւ մեր շրջապատի մթնոլորտը Սուրբ Հոգու զորությունը փոխում է։ Այնց փոխեց, որ 3000 հոգի եկան, ձեռներները բարձրացրեցին, ասին ինչ անենք։ Այդտենց փոխեց մթնոլորտը։ Գիտես սիրելիս, որ ուզում ես քո տան մթնոլորտը փոխվի, լցված եղի միշտ Սուրբ Հոգով։ Էդի արդեն քեզանով չի, դու չես ուժեղը, դու չես այն իմաստունն ու խելացին, որ կարաս ինչ-որ բան փոխել, բայց ինքը եւ երբ որ ես խոնար եւ իրան հնազանդ եմ, երբ որ ես իր զորության կախում ունեմ, ինքը կարա փոխի ամեն մթնոլորտ։ Դու կարաս գնաս Բեհորդեի մոտ կամ յուրաքանչյուր գործարքների մեջ Սուրբ Հոգին կարա մթնոլորտ փոխի։ Դրա համար երանի են մարդուն, ով հույսը կդնի Աստծո վրա, եւ Աստծո վրա հույս դնողը երբեք չի ամաչի։ Երբեք չի ամաչի։ Երբ որ ասում ենք Աստված այսօր, մենք պետքա պարզ հասկանանք, մենք Սուրբ Հոգու մասին ենք խոսում։ Գիտեք, Հայր Աստվածը երկնքում է։ Հիսուսը իր միսիան կատարեց եւ գնաց երկինք, եկեք որպեսզի ճիշտ հասկանանք ինչա կատարվում հիմա։ Այսօր որ մենք ապրում ենք Պենտեկոստեի օրից սկսած, մենք այսօր այդ օրն ենք հիշել, տոնում, խոսում դրա մասին։ Պենտեկոստեի օրից սկսած սկսվեց Սուրբ Հոգու դարաշրջանը, սկսվեց իր ընթացք ու մինչև հիմա իր ընթացքն է։ Ու մինչև այս աշխարհի վերջը լինելու է Սուրբ Հոգու ընթացքը, մինչև Հիսուսը երկրորդ անգամ գալու է։ Բայց սա իր ընթացքն է։ Երբ որ մենք խոսում ենք, ասում ենք Աստված, մենք մեկ բան պետք է հասկանանք ու պատկերացնենք. Սուրբ Հոգին, որ եկել է եւ ստեղ է։ Մենք խոսում ենք Սուրբ Հոգու հետ։
Երգեք Սուրբ Հոգու լեզուներով, աղոթեք Սուրբ Հոգու լեզուներով, խոսացեք իր հետ, ոնց եք տունը իրար հետ խոսում, ամուսինը կնոջ հետ ոնց է խոսում կինը ամուսնու, կամ երեխեքի հետ ոնց եք շփվում։ Սուրբ Հոգին դա ուղղակի ուժ չի, դա ուղղակի մենակ էներգիա չի, դա անձնավորություն է, Աստծո անձնավորությունն է, դա երրորդություն է։ Սուրբ Հոգին անձ է, սիրելիներս, ինքը կարա նեղանա, ինքը կարա ուրախանա։ Դրա համար մենք կարանք իր հետ խոսանք։ Մի քույր պատմում ասում ամուսնուց հետ գնացել ենք ձուկ բռնելու, կալոշները հագել ենք, այն ճահիճի մեջ ենք մտել։ Ասում մեկ է ավտոյի բալաներները ընկավ գրպաններիցս։ Պատկերացնում եք, ասում հիմա ամուսնուց հետ այսպես այնքան ենք տրորել, արդեն տիղմա դառը, ասես չէ երևում ոչ մի բան։ Ու այս ամուսինս ասում է գոռում է հայր Հիսուս խնդրում եմ, ասես գոռում, գոչում, աղոթում, այլ չգիտել ոնց աղոթի։ Կինն է պատմում վկա։ Ասում մեկ էլ Տերը ինձ իմաստություն տվեց։ Ասեց Սուրբ Հոգուն խնդրի։ Ինքը գիտի որտեղ է այդ ին։ Ասում շատ կարճ ասեցի Սուրբ Հոգի, խնդրում եմ, բալանիներս գտի տուր էլի։ Ասում ասեն ես մոտիկացա այդ վայրին, ձեռս մցրեցի ու բալանիներ հանեցի։ Ոնց որ ասես Տերը տաներ, ձեռը մցներ ու բալաններ հան։ Հարքը Հիսուսին, այո։ Գիտեք, Աստված ուզում է, որպեսզի մենք Սուրբ Հոգու հետ ընկերություն անենք, որպեսզի մենք իր հետ շփվենք, մենք իր հետ խոսանք։ Յուրաքանչյուր հարցով, մենակ կրոնական հարցերով չէ, յուրաքանչյուր հարցով մենք կարանք դիմենք Սուրբ Հոգուն։ Փորձեք ու դուք կտեսնեք ինքը ոնց է գործում։ Իրականություն եմ ասում, ասա ես այսօրվան Սուրբ Հոգու հետ խոսալու եմ, ու դու կտեսնես, որ Սուրբ Հոգու հետ խոսած դու կտեսնես հրաշքները։ Ամեն, փառք Հիսուսին Տեր։ Եվ լցվեց ամբողջ տունը։ Գիտեք, Սուրբ Հոգին որ գալիս է քո կյանքի մեջ ապրում, որպեսզի Սուրբ Հոգին միշտ լինի քո հետ, դու պետք է դրա հետ խոսաս։ Ես դրա համար եմ ասում, շփվեք, խոսացեք Սուրբ Հոգու հետ։ Երգեք լեզուներով, երգեք, խոսացեք, ասում եմ, ինչ անեմ Պողոս ասում եմ, կխոսամ եւ լեզուներով, հոգով, Սուրբ Հոգու լեզուներով կխոսամ եւ մարդկային լեզուներով։ Կերգեմ համնենց։ Ինչքան հիանալի է, գիտեք, շատ մեծ հիանալի է, երբ որ դու երգում ես անգամ, ոչ թե լեզուներով խոսում ես, բայց դու արդեն երգում ես լեզուներով, դա հիանալի է։ Դա մի քաղցր sense մթնոլորտ է sense փոխում քո կյանքում։ Նա կփոխի քո տունը, նա կփոխի քո եկեղեցին, նա կփոխի քո սիրտը։ Ինքը եկել էր մեր պաշտամունքին, մեր ծառայության առաջի անգամ, ու հետևը ծնկել էր լաց էր լինում, որպես Սուրբ Հոգու ներկայություն այնքան ուժեղ էր, ինքը ասում էր, «Էս ինչ կատարվեց»։ Բապտիստական եկեղեցու հովիվ էր։ Ասում է, «Էս ինչ կատարվեց»։ Ասում եմ, Սուրբ Հոգի, ասում է, «Ես գիտեմ, որ սա Աստված է, բայց մեզ սովորացրել են, որ մենակ գիր է»։ Տերը իմաստություն տվեց, ասում եմ, չէ՞ որ Աստված սեր է։ Ասում է, այո։ Ասում եմ, կին ունես, եղբայր։ Ասում է, հա։ Ասում եմ, կնոջդ մենակ բառերով ես ասում ես քեզ սիրում եմ, թե ուզում ես զգաս իր սերը։ Ասում է, ես հասկացա ինչ ես ասում, վերջ։ Գիտեք, Աստված սեր է, Աստծուն պետք է մենք զգանք մեր մեջ, Աստծու հետ պետք է մենք սիրո ժամանակներ անցկացնենք իր հետ։ Մենք պետք է, գիտեք, Աստված շատ սիրում է երաժշտություն, Սուրբ Հոգին։ Դու կարաս երգես իրան, ինքը քեզ կարա նենց ուրախացնի։ Այս ժամանակը մենք պետքա տանք ասում։ Գիտեք, ինքը շատ է ուզում, որ իր երեխեք այս ժամանակը տրամադրեն իրան։ Հոգին կենթանացնում է։ Այս Սուրբ Հոգու հետ շփվելը համ քո առօրյան լավ կլինի, համ քո տունը, համ քո ծառայությունը, համ քո սիրտը, համ քո միտքը կնորոգվի, համ էլ դու խաղաղության մեջ կլինես։ Ինչ ուզում ա լինի, դու իր հետ ես, ինքը քո հետ է, դու զգում ես, որտեղ դու իր հետ շփվում ես, խոսում ես, էլ հեռու չի։ Որ երկար ժամանակ մենք չունենք աղոտ, չունենք սաղմոսներ չենք կարդում, սաղմոսները շատ կարևոր է, որ սաղմոսներ կարդանք, երգենք սաղմոսներ, դրանք շատ կարևոր է, դրանք ամրացնում է մեր հոգին, դրանք լցնում է մեզ Սուրբ Հոգով։ Եթե մարդը դադարում այս հոգևոր շարժը, փորձի կնոջդ հետ մի շաբաթ մի խոսա, կնեղանաք իրարից, էլ չեք էլ ուզի իրար հետ խոսալ, ճիշտ է։ Աստված էլ ուզում է խոսան, գիտեք ինքն է կարա նեղանա։ Իհարկե սատանան է մտնում մեջտեղ։ Դրա համար ամուսին ու կին Աստվածաշունչը ասում է միշտ իրար սիրեք։ Միշտ իրար սիրեք։ Մենակ որ ծոմ եք պահում իրար պաուզա տվեք, բայց միշտ իրար սիրեք։ Միաբանություն պետք է լինի։ Դրա համար մենք այսօր պետք է աղոթենք։ Տեր լցրու ոչ միայն
Այս վայրը լցրու Տեր իմ սիրտը, լցրու իմ կյանքը, լցրու ինձ ամեն օր Տեր։ Ես որ ամեն օր Սուրբ Հոգու հետ ունենամ հարաբերություն, շփում, խոսակցություն, աղոթք, ինքը միշտ կլինի մեր կյանքում, միշտ։ Գիտեք, շատ ժամանակ անգամ ծառայողները եկեղեցում հիասթափվում են։ Այն օրը մի հովիվի հետ էի խոսում։ Իմ լավ եղբոր հետ եմ խոսում։ Ես էլ եմ էտի անց, ես ուզում եմ իրան օգնեմ ուղակի։ Ասում է եղբայր արդեն հոգնել եմ, չեմ հասկանում ինչ եմ անում։ Ասում եմ, բայց դու գիտես, որ Տերը ասում է իմ բեռը թեթև է ու իմ լուծը քաղցր է։ Ասում է, հա գիտեմ, բայց ես չեմ զգում էդի։ Ասում եմ, որտեվ դու քո ինքնուրույն ես ուզում ինչ-որ բան անես։ Դու քեզանով ես ուզում պահես եկեղեցին կամ քո ծառայությունը անես։ Կապ չունի ինչ ծառայություն, յուրաքանչյուր ծառայություն եկեղեցում։ Դու քեզանով որ անես կհոգնես, կհիասթափվես մի օր։ Մեզ պետք է հոգով շարժվենք, եւ որպեսզի դու հոգով շարժվես, դու պետք է շփվես, խոսաս, ամենակիչը խոսաս, շփում ունենաս Սուրբ Հոգու հետ։ Ամեն։ Ասա ես Սուրբ Հոգու հետ շատ եմ խոսալու։ Ես շատ եմ խոսալու Սուրբ Հոգու հետ, որպեսզի այս շփումից իմ անձը ապրի։ Մենք պետք է աղոթենք Սուրբ Հոգի, լցրու իմ տունը, իմ ընտանիքը, իմ ծառայությունը, իմ կյանքը լցրու քեզանով։ Մենք պետք է խնդրենք այս ամեն ինչը։ Հետո եկեք հասանք ստեղ, էսի վերջի պունկտն եմ քարոզելու, հետո մենք աղոթք կանենք։ Սուրբ Հոգու կրակը մաքրում է եւ վառում է։ Տեսեք ինքը նաեւ Սուրբ Հոգին մեզ տրված է եւ Աստվածաշունչը մեզ հասկացնում է, որ նա կրակ է։ Ամեն։ Եվ այս կրակը հենց էսա, որ ինքը գալիս է, ինքը վառում է եւ մաքրում է։ Երկրորդ գլուխ 3-րդ խոսքից կկարդամ։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանցից յուրաքանչյուրի վրա։ Սուրբ Հոգու կրակը երկու բան է անում մարդու կյանքում։ Առաջինը, նա մաքրում է։ Կրակը միշտ ինքը մաքրում է։ Ինքը հեռացում է ամեն տեսակի բջիջներ, հոգևոր բջիջներ, հոգևոր տկարություններ, հոգևոր հիվանդություններ։ Սուրբ Հոգու կրակը երբ որ գալիս է, վառում է եւ սկսում է մաքրել։ Եվ դու տեսնում ես մարդը փոխվեց։ Ասում է գնացին այն հավատացյալների հետ ընկերություն արեցին, նոր աղբերս ասում է կտծրացեք։ Ոչ, Սուրբ Հոգու կրակը վառում, մաքրում է ամեն մտային հիվանդություններից, ամեն տկարություններից, դրանք բջիջներ են, դրանք հոգևոր բջիջներ են։ Եվ մեզ պետք է Սուրբ Հոգու կրակը շատ է պետք, ժամանակ առ ժամանակ այո պետք է, Տեր քո կրակը թող իջնի Տեր, քո կրակը թող իջնի եւ վառի ամեն վատ բան իմ կյանքում, որպեսզի իմ միտքը լինի նորոգված եւ իմ սիրտը քեզանով շարժվի։ Սուրբ Հոգին հանդիմանում է մեղքի համար, ցույց է տալիս մարդուն իր վիճակը եւ առաջնորդում է ապաշխարության մեջ։ Հովհաննես 16-ում 8-ից մինչև 11-րդ համարը կկարդամ։ Եվ նա, երբ որ գա, աշխարհին կհայտնի մեղքի համար եւ արդարության համար եւ դատաստանի համար։ Առաջի բանը, որ Սուրբ Հոգին նոր գալիս է մարդու կյանք եւ ինքը միշտ որ մնում է, ինքը էսի անում է միշտ։ Ինքը էսի անում է, տեսեք, մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Այսինքն, գնում ենք առաջ կարդալով։ Մեղքի համար, որովհետեւ ինչ չհավատացին, ասում է։ Ամենամեծ մեղքը գիտեք որն է։ Անհավատությունը, որ մարդ չի հավատում Հիսուս Քրիստոսին։ Սա Աստծո աչքերի առաջ, լսեք, ամենամեծ մեղքն է։ Պոռնկության մեղքից է, գողության, սպանության, կախարդության մեղքերից էլ ամենաշատ մեղքն է, որ չհավատացին մարդիկ։ Որտեւ Աստված իր ամենասիրելիին տվեց, ամենաթանկին տվեց խաչի վրա։ Եվ ինքը անկնկալում է մեզանից հավատք եւ ապաշխարություն։ Եվ հավատքը պետք է բերի ապաշխարություն, որտեվ ես խիա ինքը էդի արել, որտեվ ես մեղավոր եմ։ Ինձ փրկություն ա պետք, իմ մեղքերի համար արել, ինքը բան չէր արել, իմ մեղքերի համար արել։ Եվ ես պետք է գիտակցեմ, որ ես մեղավոր եմ։ Ոչ թե ինձ համոզեմ, որ դու մեղավոր ես, ընկեր, ապաշխարի։ Ես պետք է գիտակցեմ դա։ Եվ երբ որ ես չեմ ուզում գիտակցեմ, չեմ ուզում։ Բոլորն է գիտեն, որ իրանք մեղավոր են։ Բայց երբ որ դու չես ուզում գիտակցել, դա ամենամեծ մեղքն է Աստծո առաջ։ Ուղիղ եմ, չէ՞ խոսում։ Սուրբ Հոգին երբ որ գալիս է, ինքը անհավատության համար մեղք է համարում անհավատությունը։ Արդարության համար Հիսուսը ասում է, արդարության համար, որովհետև ես իմ հոր մոտ եմ գնում։ Սա է արդարությունը։ Մենք ուզում ենք հոր մոտ գնանք։ Գիտեք, մեր վերջնակետը, այսինքն դա վերջի կետը չի, բայց այս աշխարհում, որ ապրում ենք, մեր
նպատակը, մեր վերջին կանգառը, ասենց ասեմ, հոր մոտ է։ Մենք պետքա գնանք Պապայի մոտ։ Հիսուսը որ եկավ, մեզ սկսեց հասկացնել մարդկության, ասում էր իմ հայրը ու ձեր հայրը։ Նա մենակ Աստված չի, որ հերվից պետքա իմանանք, վայ Աստված կա։ Ու ինչ որ սրբապատկեր վերցնենք, խնդրում եմ Մարիամ ջան, Հիսուսին կասես մեղքերեսների, խնդրում եմ քահանա ջան, Հիսուսին կասես մեղքերեսների, այլ ձեռքերդ պաչեմ։ Գիտեք, եկեք ուշքի գանք։ Եկեք ուշքի գանք, ռեալ ապրենք, էլի։ Հերիքը կրոնական խաղերով, այնքան շաղաղված է, անգամ մեր Հայաստանը, այնքան շաղաղված է այս կրոնական ստով ու այս կրոնական խաղերով, չեն մտնում, մարդկանց էլ չեն ուզում մտնեն Աստծո արքայություն։ Դա սուտ է եւ սատանայի սուտն է կրոնի մեջ։ Հիսուսը խաչվել է քո համար։ Սա է ճշմարտությունը։ Եվ եթե դու այս ճշմարտությունը չուզենաս ընդունես, ամենամեծ մեղքը Աստված կհամարի, որովհետև Աստված իր բարկությունը, որ եկավ, վերջում բարկությունը այնքան շատ է Աստծո լինելու, որ ոչ մեկ չի բրծնելու իր ձեռքից, գիտեք, որ դու ապաշխարես եւ դու չուզեցար, որովհետև գրված է լույսը եկավ այս աշխարհ, բայց մարդիկ չուզեցան գան լույսի մոտ, ինչի՞։ Որտեւ իրանց խավար գործերը խավարի մեջ է եւ իրանք սիրեցին իրանց գործերը եւ չթողեցին իրանց գործերը։ Գիտեք, Աստված չի դատապարտում ոչ մեկին։ Աստված եկա, որպեսզի ամեն մեկը իրանով փրկված լինի։ Ինքը չի ասում դու ես, դու ես, ինքը չի ասում նման բան է, ինքը չի ասում, դա մենք պետք է հասկանանք։ Չնայած նրան ինքը գիտի։ Նենց իրան նորություն ենք ասելու, Տեր կներես, ես գող եմ կամ անառակ եմ։ Նորություն չեմ ասում ես Աստծուն, բայց ես խոստովանում եմ ու հասկանում եմ, որ սրա համար վճար ա եղել։ Տեսեք, մեղքի համար, որովհետև ինչ չեն հավատում, արդարության համար, որովհետև ես գնում եմ հոր մոտ։ Գիտեք, մարդը, լավ հիշեք, մարդը միայն կարա փրկվի Հիսուս Քրիստոսի արդարության ստանդարտով։ Քո լավ գործերով, մարդու լավ արարքներով, լավ գործերով դու չես կարա ունենաս երբեք Հիսուսի ստանդարտը։ Դրա համար սրա համար Սուրբ Հոգին խոսում է։ Հենց հիմա Սուրբ Հոգին է խոսում, որովհետև ասում է ես իմ հոր մոտ եմ գնում։ Սա է արդարությունը։ Կարանք մենք Հիսուսի մեջ լինենք ու Հիսուսով գնանք հոր մոտ։ Եթե կարանք կգնանք, եթե չէ։ Դրա համար Հիսուս ասում է ես եմ միակ ճանապարհը։ Ես եմ հոր մոտ գնում։ Գալիս ես հետս։ Հա, գալիս եմ։ Քո եսը դնում ես մի կողմ ու իրար հետ գնում ենք։ Նեղ ճանապարհ ենք անցնում, իրար հետ ենք գնալու, ես քո ձեռքը կբռնեմ, Հիսուսը ասում է։ Սա է արդարությունը, ուրիշ արդար ճանապարհ չկա, գնալ քո արարչի մոտ, գնալ քո հոր մոտ եւ ունենալ հավիտենական կյանք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մեկն է ճանապարհը, Հիսուսն է, ու ինքն է քո հետ անցնում, ասում է, սա է արդարությունը։ Մի խափնվեք, սիրելիներս, մի խափնվեք, ես շատ լավ բան եմ արել, քիչ վատ բան եմ արել, Աստված ինձ կների, տենց բան չկա, դա սուտ է։ Դա կրոնական սուտ է։ Եվ կրոնի մեջ սատանան այնքան այսինքն լեգոյի պես սուտը նենց է դասավոր է, որ մարդիկ հավատում են։ Եվ ինձ այլևս չեք տեսնի։ Ինքը գիտես ում ասում։ Եվ ինձ այլևս ես գնում ասում եմ իմ հոր մոտ եւ ինձ այլևս չեք տեսնի։ Եթե Հիսուսին չընդունենք, Հիսուսին այլևս չենք տեսնի։ Եթե չհավատանք, մենք իրան այլևս չենք տեսնի։ Բայց եթե մենք մեր անձը դնենք մի կողմ, հավատանք Տիրոջը, ապաշխարենք, ընդունենք Հիսուսին, գիտեք, մենք իր հետ կանցնենք, ոչ թե չենք տեսնի, մենք իր հետ կանցնենք այս ճանապարհը։ Եվ ինքը իր երբ որ ինքը մարդ էր ստեղ, հիմա էլ է մարդ ինքը, բայց այս աշխարհում խի ինքը գնաց, որտեղ ինքը իր մարմնի մեջ սահմանափակ էր, ինքը չէր կարող միաժամանակ տարբեր տեղեր լիներ։ Դրա համար ասեց, ես գնամ, իմ հոգին կուղարկեմ ձեզ։ Բայց այսօր նույն Քրիստոսի, նույն Հիսուսի հոգին ստեղ է մեր մեջ է։ Հենց հիմա ստեղ է, հենց հիմա ամբողջ աշխարհում ինքը կա։ Ամբողջ աշխարհի եկեղեցիներում, հավատացյալների մեջ հենց հիմա ինքը կա։ Միաժամանակ ամեն տեղ։ Ես սա զորություն է։ Եվ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Գիտեք, անցած անգամ ես խոսած եմ, մեր հին բնությունը, մեր հին եսը ինքը սնվում է աշխարհի իշխանի ինֆորմացիայից։ Եվ Հիսուսը արդեն ասում է, նա դատապարտված է։ Սուրբ Հոգին խոսում ասում է, նա դատապարտված է, իր հետևից մի գնա, թող իրան, իմ հետևից արի, ես քեզ դեպի կյանք եմ տանում։ Դու կասես, բա իմ հեր, իմ երեխեն, իմ ամուսին, իմ կին, գիտես, դու արի, կփրկվես դու եւ քո ողջ տունը։ Դու արի, ամեն մեկս մենք մեր տեղն ենք պատասխան տալի Աստծո դեմը, ամեն մեկս մեր տեղը, դու արի Հիսուսը ասում է,
Մարդը չի կարող լինել Սուրբ Հոգով լցված եւ միաժամանակ հանգիստ ապրել մեղքի մեջ։ Դա չի լինում տենց բան։ Դա չի կարող տենց բան լինի։ Որտեղ կա մեղք, գիտակցաբար, այնտեղ Սուրբ Հոգին անելու բան չունի, գիտեք։ Սուրբ Հոգին սիրուն գնա, բայց դու կարաս խնդրես ասես Տեր։ Էսի մենակ գիտեք առաջի նորա ոնց որ նոր են գալի եկեղեցի, առաջի ապաշխարության մասին ես մենակ չեմ խոսում։ Ես բոլորիս մասին եմ խոսում։ Եթե դու Սուրբ Հոգով չես, եթե դու դեռ չես էլ ունեցել Սուրբ Հոգի մկրտված, այսօր աղոթելու ենք։ Եթե դու մկրտվել ես Սուրբ Հոգով, մի նեղացրու Սուրբ Հոգու։ Միայն Հիսուսի միջոցով մարդը կարող գնա Հոր մոտ։ Եվ աշխարհը, իմացեք, մեր աշխարհիկ բնությունը, մեր այդ որ ասում աշխարհ, աշխարհիկը երբեք չի փրկվելու, ասեմ մանակ։ Աշխարհիկը պետք է ապաշխարի, որպեսզի փրկվի։ Բայց ես չեմ ուզում կեղծ կրոնական սուտ խոսամ երբեք։ Աշխարհիկը չի փրկվելու։ Աշխարհիկը պետք է ապաշխարի, որպեսզի փրկվի։ Սուտ խոսում են այսօր շատ։ Մենք բոլորս այդտեղ հյուր ենք եկել, մի օր կմահանանք, կգնանք երկինք, սուտ է։ Առանց ապաշխարելու մարդ կմահանա, երկինք չի գնա, կգնա դժոխք, որովհետև հայրը գիտեր ինչ սարսափելի է դժոխքում, դրա համար է Հիսուսին տվել։ Եկեք ամեն ինչը հավատանք ու ճիշտ տեղը դնենք։ Սա սովորացնում է Աստվածաշունչը, ես ինձանից ոչ մի բան չեմ հորինում։ Կարդացեք շատ Աստվածաշունչ։ Իսկ երկրորդը, տեսեք ինքը ինչ ամ Հիսուսի կրակը, երկրորդը նա վառում է ամեն մեղք։ Նա վառում է քո սիրտը, մաքրում է քեզ եւ վառում է իր սուրբ կրակով։ Գիտեք, Հիսուսը սուրբ կրակ է։ Ինքը սուրբ սեր է։ Սուրբ Հոգին երբ որ գալիս է, ինքը քեզ այնքան սեր է տալի, որ դու Հիսուսին շատ սիրես։ Դու չես կարող Հիսուսին տենց սիրես, քո մտքով դու չես կարող իրան սիրես, բայց ինչքան կարևոր է որ մարդը քրիստոնյան Հիսուսին սիրի շատ։ Գիտես խի, որովհետև սերը չի բաժանվում։ Իսկական սերը երբեք չի բաժանվի։ Սատանան միշտ կփորձի քեզ պոկի Քրիստոսից, պոկի եկեղեցուց, պոկի քո հավատքից, բայց երբ որ դու սեր ունեցար դեպի Քրիստոսը, Սատանան երբեք քեզ չի պոկի։ Որտև սերը, երբ որ մարդու ու Աստծո սերը միաբանվում են իրար հետ, սա շատ ուժեղ է։ Ոչ մի բան, քո խնդիրները, քո անցյալը, քո ներկան, քո ապագան, դևերը, հրեշտակները, ոչ մի բան Աստվածաշունչը ասում է, քեզ չի կարա բաժանի Հիսուս Քրիստոսի սիրուց։ Եվ այդ սերը մեզ տալիս է Սուրբ Հոգին։ Դա իրական սեր է, դա հենց ինքն է։ Դա հենց ինքն է։ Նա վառում է աղոթելու ցանկություն քո մեջ։ Սիրտը վառվում է, ուզում ես միշտ աղոթես, Սուրբ Հոգին է անում, որպեսզի դու աղոթքի կյանք ունենաս, որտեղ առանց աղոթքի ոչ մի հարց չի լուծվում։ Ամեն հարց իմացի լուծվում է աղոթքով, բայց ոչ թե ինչ որ լոգիկայից դուրս եկած ինչ որ բառերով, քո աղոթքը պետք է հոգևոր աղոթք լինի, որպեսզի քաշ ունենա քո աղոթքը։ Երբ որ քո աղոթքը հոգուց է դուրս գալի, քո աղոթքը շատ բաներ է փոխելու։ Շատ բաներ է փոխելու։ Նա վառում է ծառայելու ցանկություն է դնում քո սրտի մեջ, որպեսզի դու Աստծուն ծառայես։ Շատ կարևոր է, գիտես սիրելիներս, որպեսզի Աստծո համար մի բան անենք, կապ չունի, ինչ որ մի բան։ Ես հավատում եմ, որ ամեն մի մարդու մեջ կա պարգևներ դրված։ Ամեն մեկը ունի իր պարգևը Աստծուն ծառայելու, հնազանդության խոնարհության մեջ։ Նա վառում է քարոզելու ցանկություն, վառում է ներելու ցանկություն։ Եվ այդ Սուրբ Հոգու կրակն է անում։ Եկեք կանգնենք աղոթքի։